Կս խաղողի տեղից դրել ճզմում ես։ Էլի նեղացած ես։ 1000 անգամ բացատրեցի, չէ։ Այդ երեխան չի կարա իմ տղեն լինի։ Լսի, դիդիկս, դու մոռացել ես, որ այդ Վեներան ոնց էր ուզում ինձ ու քեզ բաժանել։ Էս էլ նույն սերիալի նոր եթերաշրջանն է։ Ուղղակի այս անգամ այդ սցենարիստը մի քիչ դաժան է գտնվել։ Կուզես դնթ տեստ անենք։ Ու դու համոզվես, որ այդ երեխան իմ տղեն չի։ Երեխա էլ ասում եմ, հորս թայ մարդ է։ Իվա, ես գիտեի, որ դու պատկաբլուշնիկ ես, բայց որ ուղիղ իմաստով այդ չգիտեի։ Ժիրո էսա, որ կանգնեցի, տաղ այդ հոպարից լիքը նոր բարեր ա սովորելու իմ հիմնականում 18+։ Մենք գոնե գիտենք, որ մեր baby boy-ը մերն է։ Ու ծնվելու է մոտավորապես 3 կիլո 200 գրամ, ոչ թե 70 կիլո ու 20 տարեկան։ Հլդ երեխան չի։ Դա դեռ կպարզենք։ Ափսոս կիսաբաց լուսամուտներ էլ չեն նկարում, որովհետև դուք իրանց լավագույն մեմերից կդառնայիք։ Լավ, Իվան, վերկաց տեղերը թավակի, ավելի ճիշտ հատակը թավակի գնանք գործ անենք։ Ու մի մոռացի, որ քո հանճարեղ գաղափարներ, Մարտինի ապրանքները վաճառելը։ Crush-ս, ես այսօր մնամ տանը, հա? I am planning some design work today. Wow, really? Yeah. Yeah, you can go enjoy your day. Thank you, darling. Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վախչելու լեռնիկը լինան անդրանիկը մաշանու վիկա Պերիս ինչ շորա, ոնց որ ինկուբատորի ճտերը լնենք։ Դու չեն լավ դու էլ որ չազիր Ժիրո բրատ, նորմալ շոր էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի գալուստ գլոբալ շոփ։ Ես չէի ասում։ Ոնց որ ինկուբատորի ճտեր լինեք։ Ապրանք են պատվիրել, կտակ։ Ահա, ոնց չէ, մերնում քեզ։ Րոպե։ Լովիկ ինչ ես անում։ Եվ զգանավորում եմ, մերնում քեզ ամպերի։ Նայ։ Ահա, վերջես, խնդրեմ, դուք պատվիրել եք կանացի ներքնազգեստ։ Ես մեքենայի տեսախցիկ էի պատվիրել։ Ոյ հորս արև խառնել եմ աշխիս ես։ Էլի։ Խնդրեմ, ուրախ օգտագործեք։ Մենակ խնդրում եմ մեր մասին վատ կոմենտ չգրեք, ինչքան էլ որ ցանկությունը մեծ է։ Գալություն։ Սրա 10%-ն է մերը, մոռացել ես։ Բայց 10%-ն ինչ կնան, որ։ Եսիմ։ Իվանն է պայմանավորվել, այդ պետք է Իվանից հասնենք։ Օ, Տիկին Լարա, ողջույններս ընդ ձեզ։ Երեխեք, այս դուք օտար լեզու գիտեք։ Դուք էլ հումոր ունեք։ Տիկին Լարա ջան, ես ոնց որ տնում եմ տենց շոփինգից եք գալի, հա։ Չէ, լսի, ես երեք եմ առել, իմ հետ տանում եմ խանութ, որ հանկարծ չշփոթվեմ, նույն բաները չառնեմ նորից։ Երեխեք, փաստորեն դուք այսքան ժամանակ գլոբալ շոփ-էիք։ Հա, ուղղակի այդ փորձաշրջանն էր։
Երեխեք, ես ձեր կայքում մի հատ շատ սիրուն սևակնոց եմ տեսել 50,000 դրամեր։ Ինքն է։ Հա, բայց այդ գինը ձեզ համար չի։ Այդ գինը աղքատների համար է։ Հա, էլի, ձեր համար 1,50,000 մռնամքս։ Ինչ սիրուն է։ Սազում է։ Իե։ Այ, ոնց որ վրդ կարած ալնի մռնամքս։ Միրով։ Հա, իշտա։ Ալո, պոպսիկ։ Անենց եմ սիրում, երբ որ ինքը ինձ վարկյանական հասկանում էր։ Դե քարտ ասეთ փոխանցեմ։ Ուրեմն տեսեք Հակոբ ջան, այս անկյունը լրիվ empty է։ Ստեղ պիտի մի հատ eco-friendly օրորոց տնենք, որ երեխեն ծնված օրվանից զգա, որ ինքը պրեմիում դասի է։ Այս սենյակ ուզում եմ պատով բաժանենք երկու մասի։ Դե որ իմ baby boy-ը իրան privates կա։ Այս հին իրերի վրա ուշադրություն մի դարձրեք։ Ես հասկացա, Մանե ջան, ոչ մի խնդիր չկա։ Կանենք ինչպես դուք եք ուզում։ Դուք արդեն կարող եք սկսել ընտրել կահույքը, մինչև մենք նախագիծը կազմենք։ Ուխ, դա իմ ամենասիրած պահն է։ Thank you։ Ալվարդ, չես տեսնում խոսում եմ։ Պարտադիր պիտի կադրից մեջ այդ սարսափ ֆիլմի չարագործի դեմքով նստես։ Ինչ ես անում։ Փորձում եմ պարզեմ այս տղեն Իվանի տղենա, թե ոչ։ Հազարատ գիտական մեթոդ կա, դու ինչ ես անում։ Մանե ջան, այդ քո գիտական մեթոդները 50 տարվա կյանք ունեն ընդամենը, իսկ ես պապական մեթոդները, հիմա դու մտածում ես ավելի շատ վստահում։ Եթե այս երկու վառած մոմերը իրար կանգնեն, ուրեմն այս տղեն Իվանի տղեն է։ Իսկ եթե ոչ։ Եթե ոչ, Իվանս նորից բազմոցին կքնի։ Բա դու մետ էիր խոսում։ Դիզայների։ Ուզում եմ այս սենյակը բաժանենք երկու մասի, սարքենք մանկական սենյակ։ Բայց ոչինչ, որ մենք էլ ենք այս տանը ապրում։ Հա, դե ձեր գնալուց հետո իհարկե։ Իդեպ երբ եք ուզում գնաք։ Երբ որ երեխան ծնվի։ Ալվարդ ջան, այդ քո 1000 տարվա մեթոդներով մեկը չես կարա երեխու սերը փոխես։ Մերը տղա է, հետևաբար տունը մերն է։ Էնպես որ խնդրում եմ պատրաստվեք գնալուն։ Ողջունում եմ սիրելի լրագրողներ, ես ներկայանամ Ղազար Ուշունցն եմ, բլոգեր, լրագրող, ակտիվիստ, ես քիթ կուսակցության նախագահ Ղազար Ուշունցն եմ եւ պատրաստ եմ պատասխանել բոլորից հուզող հարցերին։ Խնդրում եմ մեկ-մեկ հարցերը տվեք եւ հիմա ես ուղղորդեմ թե առաջին հարցը ով տա։ Սպասեք, խնդրում եմ, հա։ Համեցեք, լսում եմ ձեզ։ Արտակ Վարդանյան, ճշտի Փարոս լրատվական, պարոն Ուշունց, ինչու որոշեցիք ձեր կուսակցությունը անվանել քիթ։ Շատ լավ հարց եք տալիս, սիրով պատասխանեմ։ Քիթ նշանակում է քաղաքացիական իրավունքների թիկնապահ։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների իրավունքները նման են Chevrolet Volt-ի։ Հենց աչքդ թեքում ես, մի բան վրայից թռցնում եւ տանում ես։ Իսկ ես թիկնապահի պես կանգնելու եմ իմ ժողովրդի կողքին, ու հենց մեկը մոտեցավ մեր Volt-ին, սիգնալիզացիաս միացնելու եմ։ Իսկ ինչու է կուսակցության անունը նշում եզակի թվով թիկնապահ, այլ ոչ թե թիկնապահներ։ Որովհետև այս պահին մեր կուսակցությունում գրանցված է ընդամենը 1 հոգի՝ ես։ Հենց մարդիկ ավելանան, կուսակցությունը կդառնա քաղաքացիական իրավունքների թիկնապահներ։ Կուսակցություն քիթ, շնչիր ազատ, շնչիր ազատ։ Եվս մեկ հարց, դուք որևիցե կառավարման փորձ ունեք։ Ես կառավարման հսկայական փորձ ունեմ։ Ուղիղ 1 օր եղել եմ այս համատիրության նախագահի պաշտոնակատարը, բայց այդ 1 օրվա ընթացքում ավելի շատ
խնդիրներ եմ լուծել, քան պոլիտեխնիկ ընդունվող ուսանողը քննության ժամանակ։ Ուրիշ հարցեր կան։ Պարոն Ուշունց, մի այսպիսի հարց. ինչու այլ լրատվականներ չեն ներկայացել ձեր ասուլիսին։ Շատ անկապ հարց։ Բայց պատասխանեմ։ Ներեցեք ոնց էր ձեր լրատվականի անունը։ Ճշտի Փարոս։ Դուք ձեր հարցին ինքներդ պատասխանեցիք, որովհետև դուք միակ, անվախ, արդար, անկախ լրատվամիջոցն եք, իսկ մնացածը վախեցել են եւ չեն եկել, որովհետև նրանք բոլորը նրանց Ես ինչ ես անում, Վեներա, այդ կլյաուսնիկությունը դել ուշունցից ես սովորել, այդ լավ չի, գնայիր մի հատ էլ զաքսի թուղթ կեղծեիր, իբր ես ու դու զաքսավորված ենք։ Ինչի մասին ես խոսում Իվան ջան, չեմ հասկանում։ Սրա։ Во-первых, սրա չի, ինքը քո տղան է, во-вторых, ինքը ներբերշիկը քո նման է ուտում Իվան։ Որը չի կարը իմ տաղեն ելնի, ես 20 տարեկան եկա տաղայա, ես 20 տարի առաջ բանակում եմ եղել։ Իսկ բանակից առաջ ինչ էիր անում։ Քաչալանում էի։ Դե բանակիդ քեֆի կասետը նայի ու կհասկանաս։ Բայց սկզբից մի հատ վիդեոմագնիտոֆոն ճարի, որ կարանաս նայես։ Հրստից լրիվ ձև եք առնում։ Иван, я 2 раза повторять не люблю. Վաչագանա իր անունը, պապայիդ պատվին եմ դրել։ Ջան։ Իսկ դա ինչ է նշանակում։ Սա նշանակում է քաղաքացիական իրավունքների բանտ։ Երբ ես գամ իշխանության, այս բանտի ճաղերը պարզապես բացելու եմ։ Բացելու եմ ամեն ինչ։ Ես չես անում, այդ պատից պոկած ապոյչ։ Ես նկարում ես, բարի գուններս բոլոր նեղի մեջ աղբերների։ Ես չես անում, բարի։ Ես Ղազար Ուշունցն եմ, քիթ կուսակցության նախագահը։ Այս պաստառը փակցնում եմ այստեղ, որպեսզի դու ընտրողդ գաս ընտրատեղամաս եւ ընտրես իմ օգտին, որպեսզի շնչեն ազատ։ Քիթ կուսակցություն, մեր քթերը չեն փակվելու։ Հասկացաք է, բայց կանանք ջարդվեն, չէ։ Անես չանես այդ կուսակցությունը թողեմ առած քիթարը։ Ձերքետ, տակակ, Ես հենց հիմա հայտարարում եմ պարկած բողոքի ակցիա։ Մանե, հելքա ֆռաս ես սենյակում, ոնց որ առանց ինտերնետ YouTube-ի վիդեոյի զագրոսկա լինես, խանգարում ես։ Անվարդ, ինչ ես անում։ Եթե որոշել ես գյուղատնտեսությամբ զբաղվել, ասեմ, որ լոբին տենց չեն ջրում։ Գուշակություն եմ անում այս սրամին։ Սա հատուկ հաշվարկ է լոբով։ Եթե վերջում լոբիները զույգ մնան երկու բաժակների մեջ, ուրեմն այս տղեն հաստատ Իվանի տղեն է։ Oh my god, Ալվարդ, մի հատ պատուհանից դուրս նայի, 21-րդ դարն է։ Լավ լսի։ Ուրեմն ուզում եմ Վեստայից լիքը մանկական կահույք պատվիրեմ։ Մի հատ ինձ ասա, եթե օրորոցը դնեմ այնտեղ, կողքը պահարանի տեղ կմնա։ Եթե օրորոցը տեղ դնես, Իվանս որտեղ է նայելու հեռուստացույց։ Սպասի մտածեմ։ Ձեր նոր տանը։ Այսինքն չես կարծում, որ ժամանակն է տեղափոխվեք արդեն։ Թողեք ես ու Ժիրոս հանգիստ ապրենք։ Ոնց։ Փաստորեն ես ու Իվանս ենք, հա ձեզ խանգարում հանգիստ ապրելուն։ Հա,
Ոնց որ այն վիդեոների սկզբից գնացող գովազ լինեք, որ չի լինում սկիփ անել։ Իսկ բերանս մի բաց, էլի որ մտնում եմ բաղնի քո ինտերնետի պատվիրած այդ օճառներից նենց հոտ է գալիս, աչքերս մռմռում են։ Իսկ ես արդեն հոգնել եմ, որ դարակը բացում եմ, մեջը կամ մոմա կամ քարտեր կամ էլ քորոցով ծակծկած տիկնիկներ։ Վայ, այդպես մեծ որ խոսում ես հասկանում, որ Իվանը սա ձեզ սպամ։ Եթե ես այս տանը ճապրեի, այս սարդարանը դատարկ էր լինելու։ Ալբար, հենց հետա դու մեր տանն ես ապրում, դրա համար մեր սարդարանը միշտ դատարկ է։ Ես այս տնից ոչ մի տեղ չեմ գնալու։ Մենք դեռ այդ կտեսնենք։ Կտեսնենք։ Յա։ Իվան, դե լավ, ինչ ես տրամադրությունից գցել։ Ամեն ինչ քո ուզածով է։ Ապրանքը վաճառում ենք օրինական։ Չնայած ապօրինի ավելի շատ էինք հարստանում։ Ճիշտ են ասում էլի։ Օրենքով աշխատես, չես հարստանա։ Սարտովս գնա էլի շիրու։ Գնա։ Իսկ կուզես ավելի լավ տեղ գնամ։ Գնամ կեֆիր բերեմ, խմես ներվերդ հանգստացնես, մոռանաս, որ ապօրինի տղա ունես։ Հա, գնա մեր։ Չես կարա մոռանաս։ Ապօրինի տղետ իրա ոտով եկել է։ Դերս մոտուտ մի հարցով եմ եկե։ Որը ես քեզ ինչ ես գնա քեզ պապա գտի։ Բայց մաման ասում էր, որ դու շատ սրտաբաց մարդ ես։ Այդ այն ժամանակ էր սրտաբաց։ Հիմա սիրտ չկա, սաղ ստենդ է։ Բաբջան տղուտ մի 50,000 կտաս։ Ընկերուս պետք է այդքան տենամ, ձեռս փող չկա։ Գտում է։ Գտի արխային դեպի մոտելիքը փող կա։ Ինչի՞ ունազոտ։ Մի օր ես ճանաչում եմ արդեն եկել ես մտես գերպանես։ Ինձ մարդ կաչի։ Դե չէ, որը գոտուս կողոնում եմ կասան տարվա մուրը։ Իվան, գնա։ Աստիրա չէ, գնա, ախմի չա։ Հանգիստ։ Իվան, բայց ասում եմ, ձեր մեջ ինչ-որ նմանություն կա։ Ինքը չի կոր է իմ տղեն ելնի։ Բան հիշեցի է։ Ինչ։ Լավ է, կարևոր չի։ Խոսա ժիրո։ Չէ, Իվան ջան, չէ, դուրդ չի գա։ Ակո խոսալը միշտ իմ դուրը չի եկե, բայց ես անգամ ասա ինչ։ Հիշում ես, բանակիդ քեֆի օրը, որ քեզ եկա, քո այն ժամանակվա սիրածի հետ բռնցրեցի։ Ասում եմ կարող է դա Վեներան էր։ Դու էլ խմած էիր։ Թե չէ, Վեներայի հետ չի պետք է պաճպճվեիր։ Իվան։ Աստենտդ։ Իվան։ Սպասի կեֆիրը բերում եմ։ Սպասի։ Իվան։ Այո, ասի վերկաս գնաստեիցա անվավեր քվյատեր Ստադիտողներ, հենց հիմա ձեր աչքի առաջ փորձում են բռնաճնշումներ գործադրել քիթ կուսակցության նախագահի վրա։ Պլակական թեկան դառա էլի ասեցին։ Լսում եք, տեխնացուին արգելում են քարոզարշավ իրականացնել, սա սահմանադրության խախտում է։ Լսում ես ինձ այուշում։ Լսում եք, նույնիսկ հայոյանքներ են հնչեցնում։ Ապրեստո։ Այո, եվո։ Ոչինչ, դուք մի շեղվեք, ուշունց բարետեղը մոնտաժին տու կդնենք։ Չափ շնորհակալ եմ դուք եմ իջեք, շարունակեք, Ինչ աստեղ կատարվում։ Ժիրո բրը տեսություն ցեկել, հա? Ուզում է իր քտի պլակատը խփի այս դրան վրա։ Յա, չես կարում քիթն ես ծռես, որ էլ հոտ չզգա։ Այդ գնաս դեի։ Ակակներ ձեր Հարգելի հերոստատիտողներ, դուք տեսնում եք ինչպես են փողոցային թափթփուկները հարձակվել տեխնացուի վրա եւ ծեծում են նրան։ Եղբայր ջան, դու ով ես։ Չէ, ժիրո բրատը, մեր լրագրողն է, եկել է պես խայտարականի։ Հա? Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վարդան Արտակյան։ Արտակ Վարդանյան։ Հիշեցի։ Գործարեք։ Դուք պատասխան եք տալու ձերքս կոտրում եք թողեք։ Մենք իրանցքի չենք էլ կպել։ Չէ, ժիրո բրատ, տեսի, մեր ախպերը մատաժ անելու իբր ծեծում եք էլի։ Հա։ Ձերքս կոտրում եք։ Պատասխան եք տալու։ Ինչա կատարվում։
Հարգարժան անցորդ, ինձ փորձում են լրացնել, բայց քիթ կուսակցության նախագահ Ղազար Ուսունցին երբեք ոչ ոք չի կարող լրացնել։ Այս թափ թփուկները պետք է վերանան մեր քաղաքից։ Քիթ կուսակցություն, մեզ անհրաժեշտ է պլաստիկ վիրահատություն։ Թող ասում եմ ձեր քեզ կոտրեցիք, թող։ Ժիրո, ոչ մի բան չեմ հասկանում։ Տիկին Լարա, այս ուշունցը լրագրող է կանչել, որ մեզ նկարի խայտարականի, իբր մենք իրան ծեծել ենք։ Բարև ձեզ տիկին Լարա։ Արտակ։ Լսի, ուրեմն քեզ ինչ եմ ասում։ Իրանք իմ շոփինգի ընկերներն են։ Ու դու հենց հիմա ջնջում ես այդ ամբողջ քո վիդեոները։ Ու նայ, ես հանգարց չիմանամ ինչ որ բան եք տարածել։ Ոչ մի խնդիր, տիկին Լարա, ոնց ասեք։ Հենց հիմա ջնջում եք։ Այսինքն այդ ոնց մի րոպե սպասեք։ Տիկին Լարա, դուք Արտակին ճանաչում եք։ Իհարկե ճանաչում եմ, ինքը պուպսիկի աշխատողն է, լսի, իր կանալի ինչ որ լրագրող է։ Սպասորեն, ընդհանրապես անկախ լրատվական չկա։ Սպասեք, գոնե մամուլից ասուլիսի կադրերը տվեք, սպասեք։ Տիկին Լարա, շատ շնորհակալություն։ Դուք չլինեիք, մենք կորած էինք։ Շատ խնդրեմ խուճուճ ջան։ Դիկին Լարա ջան, բա այսօր չեք գալի մեր մոտ շոփինգի։ Չէ, հենց նոր շոփինգից եմ գալիս։ Պուպսիկի համար այսօր վեգան ընթրիք եմ կազմակերպել։ Բայց Լարու բրա, դիկին Լարա, այս մսը կա։ Հա, պուպսիկը առանց միս չի կարող, լսի։ Լավ, ես ուշանում եմ գնացի։ Լավ։ Ես խուճուճ եմ։ Չէ, ես եմ խուճուճ։ Խուճուճ ես։ Ով ես։ Ալբարդ աղջիկ, դու գիտես ինձ դուրա գալիս, որ առավոտ արթնանում ես, ձեր գեղի սարի չորացրած խոտերը վառում ես, որ գիշերային չար հոգիներին քշես։ Այ քեզ բան, միակ պլյուսը նա որ տանը մոծակ չկա։ Լսի, հեչ որ չի այդ խոտը գոնե օգտակար է, բայց է քո նման ցնդածը, որ առավոտից գիշեր լայվեր է անում։ Մենք է վախում ենք, այս տան մեջ շարժվենք, որ հանգարցակի տկլոր ջայտնենք, լայվերի մեջ ռեկ ընկնենք։ Ալբարդ հանգիստ է, TikTok-ը հաստատ քեզ կբլոկեր։ Հələ մի հատ ստոպ։ Ուզում հասկանամ ինչ ենք գորգռում, բայց չի կարելի նյարդայնանալ, հղուկ ենք։ Ճիշտ ես։ Դրա համար մանե ջան, մի հատ էլ էսի վրա ձայն բարձացրե, գլուխդ կմցնեմ բլենդերի մեջ, սմուզի կսարքեմ, սոված փորին ամենաառավոտ կխմեմ։ Այդ պոտենցիալ հերթի մեջ կռիվ սարքող, ես քեզանից չեմ վախենում։ Եթե մի բան դուրից չի գալիս, կարող ես իրերդ հավաքել ու գնալ էստեղից, որովհետև ես տղա եմ ունենալու, իսկ դու Իսպանի Վեներա։ Իվան։ Աղ Վեներա, ինձ Իվան։ Ալբարդ, Իվան, հիմա ուշադիր լսի ինչ եմ ասում։ ասացի տիկս։ Վաղը առավոտը գնում ես ու տղուտ բերում ես տեղ։ Ինչի համար։ Լսի, պապատ չեր ասա, այս տունը նրանով առաջինը տղա երեխա կունենա։ Հա։ Դե դու 20 տարի առաջ այդ պայմանը կատարել ես։